Հայաստանը հավատարիմ է մնալու Միացյալ Նահանգների հետ ձեռք բերված բոլոր համաձայնություններում, փոխ լրացնելով դրանք եւ առավելագույնս պաշտպանելով հայկական շահը։ Թրիփի ծրագիրը կարող է կյանքի կոչվել մեր երկրի անկախության, իրավազորության եւ Ադրբեջանի հետ փոխադարձության սկզբունքով, այլ ոչ այնպես ինչպես որ հիմա է։ Փաստաթղթում նշված է փոխադարձության սկզբունքը, շատ լավ։ Դա նշանակում է, որ մենք պետք է շահկապենք այդ նախագծի կյանքի կոչումը Հայաստան-Իրան երկաթգծային եւ ավտոմոբիլային երաշխավորված կապի ապահովման հետ, այդ թվում Նախիջևանի տարածքով։ Եթե ադրբեջանցիները ուզում են Հայաստանի տարածքով անխոչնդոտ ճանապարհ ունենալ դեպի Նախիջևան, մայր իրենց հատվածից դեպի Նախիջևան, մենք էլ Նախիջևանի տարածքով նույն տրամաբանությամբ պետք է ճանապարհ ստանանք դեպի Իրան։ Հաջորդը Ադրբեջանի տարածքով նույն տրիպի փոխադարձության եւ սկզբունքներին համահունչ պետք է ավտոմոբիլային եւ երկաթգծային ճանապարհ ստանանք դեպի Ռուսաստան, Ադրբեջանի տարածքով։ Կգանք ընդհանուր համաձայնության, շատ լավ, կոմունիկացիաները կապաշրջափակվեն, իսկ ով կլինի դեմ, օբյեկտիվորեն եւ լեգիտիմության առումով ոչ մեկ դրան դեմ չի կարող լինել, այդ թվում Ադրբեջանը։ Ուրեմն այս առումով կարծում եմ Միացյալ Նահանգներն են շահագրգիռ, որովհետև Միացյալ Նահանգների տարբեր շրջանակները ասում են, որ տրիպը ռիսկային նախագիծ է, որովհետև անվտանգության համակարգ չկա, ամեն ինչ փխրուն է, խաղաղությունը, չկան երաշխավորներ, եւ այստեղ պատկերացրեք այն դեպքն է լինելու, երբ որ կոմունիկացիաների ապաշրջափակման մեջ շահագրգիռ են լինելու Ռուսաստանը, Չինաստանը, Միացյալ Նահանգները, Իրանը, Հնդկաստանը եւ բնականաբար մենք որպես տարածաշրջանի երկիր եւ տարածաշրջանի մյուս երկրները, ինչն էլ կարող է բերել իրական ապաշրջափակման։ Այս տրամաբանության մեջ մենք շարունակելու ենք մեր բարեկամական հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ։